Հայ ազգային կոնգրես կուսակցությունն իշխանության առաջարկում է ստեղծել քաղաքական երկխոսության ֆորմատ, որի նպատակը հանրային մտահոգությունները փարատող և ներառական ընտրական օրենսգրքի մշակումը կլինի։ Այսօր ազգային ժողովում Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այս առաջարկով դիմեց ազգային ժողովի փոխոսնակ Էդուարդ Շարմազանովին, հորդորելով նոր ընտրական օրենսգրքի ընդունումը չվերածել ֆորմալ քննարկումների։ Այս պահին տպավորությունը այնպիսին է, որ իրենք ավելի շատ համագործակցության կամ պատասխանի մեզ հետ բանակցելու իմիտացիայի են պատրաստ, ոչ թե ռեալ խոսակցությանը, որովհետև շատ են ընդհանուր ֆրազներով խոսում, ոչ մի կոնկրետ պատասխան չեն տալիս, բայց ես չէի ուզի դուռը փակված համարեի։ Հայ ազգային կոնգրեսն առաջարկում է երկխոսության ֆորմատը կազմել 4 իշխանական, 4 ընդդիմադիր պատգամավորներից և 4 քաղաքացիական հանրության ներկայացուցիչներից, որոնք աշխատեն նոր ընտրական օրենսգրքի վրա և ընտրական օրենսգրքի վերաբերյալ որոշումները կկայացնեն փոխհամաձայնության հիմքով։ Լևոն Զուրաբյանն ասում է, որ եթե այդ երկխոսությունը չկայանա, ապա բոլոր քաղաքական ուժերը կստանձնեն երկխոսության տապալման գործում իրենց ունեցած պատասխանատվությունը։ Կամ նրանք ընդունում են մեր առաջարկները և մենք հասնում ենք լուրջ առաջընթացի, կամ մերժում են և ամբողջ պատասխանատվությունը դրա համար կրում են։ Civilnet-ի հարցին արդյոք ՀԱԿ-ը չի կաշկանդվում հանրապետականներին երկխոսության առաջարկ անելով, երբ մի քանի ամիս առաջ նրանց մեղադրում էր հանրաքվեն կեղծելու մեջ, Զուրաբյանը պատասխանում է։ Մեր առաջարկը հետևյալն է, ես հետո ճշգրտեցի շատ հստակ։ Ասում ենք եկեք, ինչպես ԵԱԿ-ը, ԺՄԻԳ-ը իր առաջարկություններում ասել է, գանք կոնսենսուսի։ Ինչ է նշանակում կոնսենսուս։ Մենք ունենք կոնկրետ առաջարկներ, որով եթե ընդունվի լրիվ կբացվի ճանապարհը դեպի ազատ և արդար ընտրությունների, եթե նրանք ընդունում են, ուրեմն գալիս են կոնսենսուսի։ Մենք այդ շանսը չտանք։ Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նույնպես կողմ է ՀԱԿ-ի առաջարկությանը և նշում է, որ պատրաստ են աջակցել ընդդիմադիր ցանկացած կուսակցության ողջամիտ առաջարկներին։ Ցանկացած ռացիոնալ առաջարկ, որ ստեղծվի հավասար բալանսավորված խումբ, որտեղ կլինեն ներկայացված կոալիցիայի, քաղաքական ընդդիմադիր ուժերի և նաև անպայմանորեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Զոհրաբյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպես է գնահատում քվեարկած ցուցակները չհրապարակելու իշխանության դիրքորոշումը։ Վաղը մենք հանդիպելու ենք, Բարգավաճ Հայաստանը հանդիպելու է Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ, մենք այդ հարցը կքննարկենք իրենց հետ, որտեղ Վենետիկի հանձնաժողովը ինքը որոշակի վերապահումներ ուներ այս խնդրի վերաբերյալ, դրանից հետո ես կպատասխանեմ նաև ձեր այդ հարցին։ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը քվեարկած ցուցակները հրապարակելու վերաբերյալ ունի հստակ դիրքորոշում։ Նա պնդում է, որ քանի դեռ չի կայացվել քվեարկած ցուցակները հրապարակելու որոշում, որևէ բան ձևավորված ընտրական մշակույթում չի փոխվելու։ Նոր օրենսգրքով նախատեսված դրույթ է, թե վստահված անձինք կարող են ծանոթանալ և քաղվածքներ անել ցուցակներից, Զուրաբյանին չի ոգևորում։ Մենք դա լուծում չենք համարում։ Խոսքը նրա մասին չի, որ առանձին դեպքերում մենք կարողանանք ծանոթանալ այդ ցուցակների հետ, խոսքը նրա մասին է, որ այդ ցուցակները հրապարակվեն և դա ամբողջ հայությանը հնարավորություն ստեղծի ստուգել այդ ցուցակները, տեսնել իրենք քվեարկել են, չեն քվեարկել, ստորագրությունները կեղծ են, կեղծ չեն, պասպորտային տվյալները կեղծ են, կեղծ չեն, այդ գործընթացը արդեն լրիվ այլ գործընթաց կլինի։ Նոր ընտրական օրենսգրքի նախագիծը քառօրյա կմտնի միայն հաջորդ ամիս, իսկ մինչ այդ պատկան մարմինները նախաձեռնել են քննարկումներ ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում, որը տեղի կունենա մարտի 18-ին և բաց լսումներ մարտի 22-ին։ Այս ամենից բացի հանրապետական կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ բաց են քննարկումների համար և պատրաստ են աշխատել յուրաքանչյուրի հետ, ով հանդես կգա կառուցողական նախաձեռնությամբ։ Արփի Մաղսուլյան, Սարգիս Բուլղադարյան, Civilnet։